Բարև ձեզ, Ամեկ+-ի եթերում հարցազրույցն է։ Մենք շարունակում ենք նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մեր զրույցները։ Եվ այսօր մեր տաղավարում է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Անցած շաբաթվա վերջում դուք Սյունիքում էիք քարոզարշավի շրջանակներում, հավանաբար շատ համայնքներում եք եղել, շատերի հետ եք հանդիպել, ինչ տրամադրություններ կային այնտեղ նախընտրական հատկապես։ Շնորհակալ եմ, որ դրանից սկսեցիք, որովհետև այդ ինձ համար ավելի կարևոր այցելություններ, քան ընտրությունները։ Ես 2 ամիս է արդեն, նույնիսկ փետրվարից սկսած, պայքարում եմ փակվող դպրոցների համար, որ չփակվեն այդ դպրոցները, դա մի ոնց ասեմ, ապազգային, ապամարտկային, ապահայկական որոշում է, որ իշխանությունները կայացրել են, փակում են 229 դպրոց։ Եվ այդ 229 դպրոցները անով քարտեզով բաշխված են Հայաստանի սահմանների վրա, հիմնականում սահմանների վրա, 229 դպրոցից 215-ը այդ գյուղի միակ դպրոցն է, այսինքն եթե հանկարծ այդ 215 դպրոցները փակվեն, փակման եզրին են, դատարկվելու եզրին են կանգնում այդ 215 գյուղերը։ Այդ 215 գյուղերից 55-ը սահմանամերձ են, 140-ը լեռնային և 40-ը բարձր լեռնային։ Այս են կատեգորիաներն են, որոնք ինչ էլ լինի, պետք է այդ համայնքը դու ամեն ինչ անես պահես, մասնավորապես սահմանամերձը, պարզ է սահմանամերձը կրկնակի տուժած են, կարկուտը ծեծած տեղն է տալիս, կարկուտը սրանց է տվել, հիմա էլ փորձում են դպրոցները փակել, նշանակում է այդ գյուղերը տերից կվերանան, 55 սահմանամերձ, ընդ որում ինչն է զավեշտալի, երևի իշխանությունները չեն հաշվել, որ ինչ-որ մեկը կարող է ուսումնասիրի, հաշվի, ներկայացնի այդ վիճակագրությունը, 27 գյուղ Սյունիքում է, այսինքն այսօր ամբողջ աշխարհի առանց ավելացնել բան եմ, առանց չափազանցության եմ ասում, ամբողջ աշխարհի ուշադրությունը, բացի Իրան, Ուկրաինա, Սյունիքի վրա է, որտեղ Սյունիքը ռազմավարական այնպիսի մի առանցքային կետ է, որ եւ ամերիկացիների, եւ Իրանի, եւ թուրքերի, եւ ռուսների, եւ եվրոպացիների հետաքրքրության հենց կիզակետում է, եւ այստեղ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացնում 27 գյուղի դպրոց փակել։ Բայց միգուցե դա զուտ ֆինանսական նաև տեսանկյունից ճիշտ է, որովհետև փոքր գյուղում մի 10 կամ 5 աշակերտ որոշ դեպքերում դպրոց պահելը դա մեծ ծախս է, իսկ այս դեպքում ավտոբուս կտրամադրեն եւ դա ավելի ծախսով կտեղափոխի կարճ ժամանակում իրանք այդպես էլ ներող կնեք, այդպես մակերեսի վրա էլ բան են անում, որ այդպիսով դպրոցը կփակվի, երբ տրանսպորտը տրամադրեն։ Այդ էր ասած ֆինանսական գումարները, որ իրանք իբր ներկայացնում են պատճառ 7 միլիարդ դրամ է, որպեսզի պատկերացնեք, ուրեմն 230 դպրոցի ամբողջ 1 տարվա բյուջեն 7 միլիարդ դրամ է։ Դրա մեջ մտնում է շենքի պահպանություն, ջեռուցում, ուսուցիչ, տնօրեն, հավաքարար, բոլորը միասին 7 միլիարդ դրամ, որը մոտավորապես անում է մի 18 միլիոն դոլար։ 20 հաշվի կա, որ հեշտ լինի պատկերացնել, 20 միլիոն դոլար, որը մեր բյուջեի համար 0 է, միզեր է, համեմատեմ, որ հեշտ լինի ձեզ համար, մենակ այս տարի ՔՊ-ի պարգևավճարները կազմել են ուղիղ այդքան, այսինքն ՔՊ-ի 1 տարվա պարգևավճարը հավասար է սահմանամերձ եւ լեռնային գյուղերի 230 գյուղի 1 տարվա բյուջեին, հիմա ինչ եք կարծում, դա մեծ գումար է, թե քիչ գումար է, գումարը այստեղ կապ չունի, հավատացեք ինձ, եթե անգամ դրա տասնապատիկը ծախսվեր, այդ դպրոցները պետք է պահվեին, նրանք Երևանի կենտրոնում չեն, որ փակես, օպտիմալացնես, գումարես, մի կիլոմետր հեռու երեխեքին կարող ստանես, խնդիր չկա։ Շատ դեպքերում պարոն Մանուկյան, այդպիսի գյուղեր դասատու գտնել եւ ուղարկելը բավականին Ես այդ բնակավարի մարդ եմ, 30 տարի եւ միջազգային կառույցներում կրթական էքսպերտ եմ եւ Հայաստանում եւ Սևծովյան պարլամենտական ասամբլեայում եւ ԱՊՀ լուծումը կա։ Լուծումը հետեւյալն է. ոչ թե երեխային են տանում դպրոց ուսուցչի մոտ, այլ ուսուցիչը գալիս է երեխայի մոտ։ Ինչպես է գալիս։ Վարձում են շատ փող,
ինքը գալիս է ասենք շաբաթը մեկ օրինակ, կարևորը որ երեխեն մնա իրենց գյուղում։ Կամ բանը խմբավորում են դասարանները, կամ շերտավորված ուսուցում են անում, կամ ամենավերջին նոր տեխնոլոգիաները որ կիրառում են on-line ուսուցումը։ On-line ուսուցումը հետևյալն է։ Մոտավորապես ես կարող եմ նույնիսկ գինը ասել, մոտ մի $10,000 կարգի ստեղծվում է ամեն դպրոցում smart դասարաններ, գրագետ խելոք դասարաններ, մեծ էկրաններով, էկրանը աշխատող էկրան է, փոխադարձ կերպ եւ ուսուցիչը ասենք նստած Երևանում դաս է պարապում, ընդ որում այդ դասը կարող է պարապել 2-3 գյուղում միասին, իսկ այդ դպրոցում որը փակվող է, մի հատ ասիստենտ աղջնակ է նստած, որը կապը պահում է երեխեքի, որոնք իրենց դասանում են եւ այն Երևանի կենսաբանության ուսուցիչ։ Շատ արդյունավետ է, իմաստը հետեւյալն է։ Արդյունավետությունը բնականաբար են ուղիղ շփումից, բնականաբար, ընդ որում սա մեծ դասարանների համար ավելի շատ, փոքր դասարանների համար մի քիչ ուրիշ մեթոդներ կան, բայց մեծ խնդիրը սրա մեջ է, այստեղ կրթությունից վեր կա մի հատ մեզ համար կոնե ազգային անվտանգության խնդիր, որ սահմանամերձ գյուղերը, որոնք սահմանապահ գյուղեր են, չպետք է դատարկվեն, իրանք այդ հողը պահվում է մարդ ապրելով։ Ես այդ ամբողջ ընթացքում մենակ Սյունիքը չէ, Շիրակ, Լոռի, Տավուշ, Նոյեմբերյան ամբողջ այդ 2 ամսվա ընթացքում պատտվեցի եւ միջանկյալ ասեմ, որ այնտեղ կան 100-ից ավել աշակերտ ունեցողներ, 5-10-ի մասին չի խոսքը։ Ես գոնե այցելում եի 60 եւ ավել աշակերտ ունեցող դպրոցներ, իսկ դրանք 100 են, շատ են։ Խնդիրը հետեւյալն է, քանի որ մենք ունենք սահմանամերձ տարածքներ եւ այդ գյուղերը եթե դպրոց չունենան, ուսուցիչները ասում էին իրանց երեխեքին էլ կվերցնեն, կգնան Գյումրի, Վանաձոր, Երևան, գյուղերը դատարկվում են։ Այդ գյուղերի վրա 2-3 հատ բաներ կան, տվյալներ կան, շատ լուրջ ուսումնասիրել եմ։ Այդ տարածքը եթե դատարկում է 2500 քառակուսի կիլոմետր հողային դաշտային աշխատանքները վերանում են, որտեղ այդ երեխեքն էլ իրանց ծնողների հետ աշխատում են, ցանում են, վարում են, անասուն են պահում, օգնում են ծնողները։ Հիմա եթե իրենք դուրս են գալիս, այդ հողերը մնում են անմշակ։ Պլյուս մի հատ էսեւի, այ ինչով են մտածել, ես այդտեղ եմ էլի զարմանում։ Ուրեմն այդ գյուղերը, որոնցով սահմանների վրա են կանգնած, եթե այդ 200-ը արդեն 10 տարվա ընթացքում դատարկվում է, այս քաղաքականության 600 կիլոմետր 600 կիլոմետր սահմանի երկայնքով ստեղծվում է դեմոգրաֆիկ վակուում, այսինքն այդ գյուղի բնակչությունը հետ է քաշվում, որը նշանակում է այդ հողերը դառնում են անմշակ, անջրդի, անտեր, թշնամու հակառակորդի համար բաներ, ակնկալիքները, ախորժակը մեծանում է, որտեղ դուք սահման հետ ես քաշում, բնականորեն հետ ես քաշում։ Այնպես որ դա կրթական խնդիր չի միայն, այլ ռազմավարական անվտանգության, ազգային անվտանգության խնդիր է եւ իմ այցելությունները բոլոր այդ գյուղերում հենց դրա համար էր հաջողությամբ կարող եմ ասել ներող կնեք որ ընտրությունից զատ այս խնդրին եմ անդրադառնում դա իմ թույլ կողմն է բոլոր կուսակցություններին ես կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին վեր կանգնել կուսակցական ընտրական պայքարից խնդիր դնել դպրոցների չփակվելը հասել եմ հաջողության բավականաչափ այստեղ չկա բանի մոնոպոլիայի խնդիր, որ ես եմ սկսել, ես ասում եմ վերցրեք այդ տվյալները, հրապարակեք ինչքան ուզում եք, բայց ամեն ինչ անենք, որ դպրոցը չփակվի, որովհետև եթե հանկարծ այդ գյուղական դպրոցները փակվեցին, հետո տասնապատիկ գումար դնելով չես կարող բացել վերականգնել, անհնար է, անշրջելի process կլինի։ Տեսնենք ինչպես կստացվի։ Գալով արդեն նախընտրական տրամադրություններին ձեր այդ շրջագայության ընթացքում ինչ հասկացաք։ Նախընտրականը հետևյալն է, գյուղերում пассив են, շատ пассив են գյուղերում։ Անտարբեր են, անհաղորդ ընտրությունների հետ կապված, մի նոր երևույթ էլ տեսա, որ չէր եղել ոչ մի ընտրությունների ժամանակ, բոլոր ընտրություններում ամենաշատ միշտ շրջել եմ, ու ինչքան հեռու, ինչքան կորաստեղ, այնքան շատ, մի հատ շերտ կար, որը բավականաչափ տոկոս էր կազմում, ես մինչև հիմա գիտեի, թե իրենք պասիվ հանգած մարած խավն են, բայց դրանց կեսը երևի գալու են ընտրության, ակտիվ են, բայց չեն ասում ում են քվեարկել։ Տարօրինակ բան է։ Բայց միշտ է այդպես եղել։ Չէ, пассивը շատ եմ տեսել։ Ոչ միայն пассив, այլ միշտ էլ եղել են շատ մարդիկ, որոնք չեն ուզեցել բացահայտել, թե ում են ընտրելու։ Միշտ է եղել։ Բայց բացատրությունը նախագահական, երբ որ նախկին Չէ, նախագահական ու ավելի հեշտ է։ Այստեղ նաև խորհրդարանական ընտրությունների։ Մեր տարածքային կառույցների ղեկավարների բանը միշտ քննարկում է, ինչն է, այս կարող եք բացատրել, էլի, ասենք, եթե ես գիտեմ, որ դու չես ասում ում ես քվեարկել, կարող է եղբորդ ասես կամ ընկերուդ ասես։ Ասում են երկու պատճառ կա։ Մեկը
ամաչում են, որ Նիկոլ են քվեարկելու, բայց քվեարկելու են, որովհետև կա ճնշում, ազդեցություն, շահ եւ այլն, ամաչում են ասեն, որ Նիկոլ են քվեարկելու։ Մյուսը, որ ավելի շատ էր, ինձ ասում են անակնկալ սպասեք, այսինքն այս մարդիկ վախենում են ասել ընդդիմություն որևէ մեկին, բայց գնալու են ընդդիմության, որտեղ այստեղ հասած են։ Ես գիտեք որտեղ զգացի, բուկլետ բաժանելուց տարբեր տեղեր եմ դա զգացել, բուկլետը մոտեցնում եմ, դեռ չեն տեսել ում, ասում են միայն Նիկոլ չլինի, մնացած մոտավորապես ում ուզում ես դու։ Այս բանը մոտեցումը շատ էր։ Այսինքն իրենք համաձայն են ցանկացածի, բայց ոչ Նիկոլ։ Այս էլ կար տարբերակ, այնպես որ այդ անակնկալները, որ ինձ խոստանում էին, կարող աշխատի, չգիտեմ, այդ մի քանի օր հետո կերևա։ Այսինքն կա մի հատ մասսա, որը չի համարձակում ասի ինչ անելու, բայց ինչ որ բան անելու է։ Հիմա տեսնենք, թե այդ մասսան ինչ կանի։ Այդ քաղաքը լրիվ ուրիշ է։ Երևանը ամբողջապես տարբերվում է գյուղերից եւ Երևանից որքան հեռանում ես մի քիչ միջանկյալ ուրիշ տարբերակ է, ասենք Էջմիածին, Արմավիր, Արարատ, Չարենցավան, Հրազդան, Երևանի գյուղի արանքում է։ Գյումրին դրանց մեջ է։ Գյումրին հաճելուրեն ինձ համար շատ ակտիվ ընդդիմադիր էր։ 2-3 անգամ եղել ենք, պատտվել եմ ժողովրդի մեջ, հետո ես որ անհատական ցուցահանդես էլ արին դեղից կարող եմ նկատմամբ շատ դրական կա, վերաբերմունքը շատ դրական է, լավ են ընդունում։ Գյումրին ինձ թվում է Երևանից հետո ցույց կտա երկրորդ արդյունքը, ընդդիմադիրները կհաղթեն, իսկ որքան հեռանում ես, մի քիչ այդ շղարշը ամպը թանձր է եւ չես տեսնում թե ինչ է կատարվում։ Այնուամենայնիվ, եթե հիմա ձեր ողջ տպավորությունը թե Երևանից, թե փոքր քաղաքներից եւ թե մարզերից, ինչպիսին է, ասենք, ավելի շատ ընտրողների քվեն իշխանությանը գնում, թե հավաքական ընդդիմությանը։ Այսինքն, Երևանում Նիկոլ Փաշինյան միանշանակ պարտվում է, գնում է հավաքական ձեր ասած ընդդիմությանը միանշանակ, այն նշածս բաներում Աբովյան, Չարենցավան, Մերձ Երևանյան եւ Գյումրի մասում երևի կլինի հավասար, կարծում եմ։ Գյուղերում ընդդիմությունը կպարտվի։ Կետայինների մասին չեմ ասում, հավաքական առումով գյուղերում իշխանությունը ավելի շատ ձայն ունի, ռեալ ասում են այդ մասը, որ ասֆալտը այդ թոշակի հարցերը իր գործը արել է։ Եվ այնտեղ իմ հույսը նա է, որ գյուղերը իրենց քվեարկության քանակով չեն լինի ավելի շատ, քան Երևանը եւ այդ շրջանները։ Այսինքն Երևանը իր քանակները ակտիվ քվեարկության չեն գնում, այսինքն չեն գնա։ Երևանը իր ակտիվությամբ հույս կա, որ կհաղթի եւ խելոք կուսակցությունները մենք նաեւ առաջարկում ենք գնալ քվեարկության, ում ուզում են քվեարկեն։ Ում ուզում եք քվեարկեք, այս դեպքում իշխանափոխության հնարավորությունը, իհարկե դա հավաքական ընդդիմության ֆորմատով, ինչպես ասեցիք, միանշանակ հաղթում է։ Այսինքն հավաքական ընդդիմությունը, եթե կարողանա շատ մարդ բերի եւ իրար չուտի մինչեւ ընտրությունները, ոնց որ թե այդպես ստացվում է, ես միշտ կոչ եմ արել, որ իրար չուտեն մինչեւ ընտրությունները, հետո շատ ժամանակ կլինի իրար ուտելու, ջարդելու, մեղավոր փնտրելու, ասեմ, որ իշխանական բաներից սիգնալներ են գալիս, տեղեկություններ, որ իշխանությունը շփոթված է հենց այս դիրքորոշումից, որ ընդդիմությունը իրար չի խփում, իրար չի քննադատում, որովհետև իրենք ամեն ինչ անում են ընդդիմությունը պարակտելու, իրար դեմ հանելու, նո ասեմ, որ մենք այդ գայթակղությանը չգնացինք, այնքան հաճույքով ես կքննադատեմ երկու կուսակցության, բայց այս պահին լրիվ զերծ ենք մնում, եւ դա իշխանություններին մի քիչ բան է անում։ Գցում է Իսկ ձեր հնարավորությունները ինչպիսին են։ Մեր հնարավորությունները ասեմ։ Մենք ունենք մեր կոնկրետ զանգված միշտ։ Դա մեր նվիրալներն են, մեր կուսակցության անդամներն են, չգիտեմ, մեր բարեկամներն են, մեր ընկերներն են, հավատացյալներն են, չգիտեմ։ Հիմա որը շատ չի։ Անցած ընտրություններին 1.5% են հավաքել 20,000-ի կարգեր անցած ընտրություն։ Այս անգամ մի հատ երևույթ կա, որի արդյունք ես չեմ կարողանում հաշվել։ Դա մեր PR խմբի կատարած աշխատանքն է, քարոզի միջոցներն են, որտեղ որ մենք օգտագործել ենք սոցիալական ցանցերը եւ հեռուստատեսությունները, on-line եթերները, մենք ունենք քարոզարշավի խումբ, հրաշալի երիտասարդներ են, լրիվ նոր տեխնոլոգիաներով, դրսում սովորած, նոր տեխնոլոգիաների այս արհեստական բանականության, սոցիալական ցանցերի հնարավորությունները օգտագործող լավ աշխատում են։ Կտրուկ աճ այդտեղ ունենք։
Բայց այդ ձայնը չենք կարողանում մենք հաշվել։ Ես չգիտեմ, ասենք ինձ սոցիալական ցանցերում իմ դրական կամ բացական կերպարը որքան ձայն կարող է դառնալ։ Այդ դա անհաշվելի է։ Եթե դա ձայն բերի, վստահ եմ կբերի, չգիտեմ ինչքան, հավատացեք, չգիտեմ ինչքան, այդ դեպքում մենք կմտնենք խորհրդարան լուրջ ուժով, ընդ որում մոտավորապես 40-50 հազար է պետք։ Մի քիչ Հա, նվազագույնն այդքան է, ճիշտ է, մոտավորապես 40,000 նվազագույնն է, որով կարող ենք մտնել, եւ այնտեղ իմ խնդիրը ես հույս ունեմ շատերն են այսպես, հասարակությունը հենց այդպես էլ մտածում է։ Եթե այնտեղ միավորվելու խնդիրը լուծվեց, բոլոր ուժերը կարծում եմ, տրամաբանական է, որ ամենաշատ հավաքածին վարչապետի բանտա, տեխնացիան հնարավորություն։ Պաշտոն ամենաշատ ընդդիմադիր ուժին։ Բայց տրամաբանական է, որ այդպես կլինի, որտեղ այստեղ ուրիշ տարբերակ չի կարող աշխատել։ Այս դեպքում պարոն Մանուկյան ֆավորիտ են համարվում, դուք էլ եք ասում, հատկապես ուժեղ Հայաստանը, հետո արդեն Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքին են ասում, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ այդպես շարունակ։ Այս դեպքում դուք օրինակ հայտարարել եք, որ ձեր համար կարմիր գիծ է Ռոբերտ Քոչարյանը եւ գործող իշխանությունները, ձայն չեք տա։ Չէ, Ռոբերտ Քոչարյանի հետ մենք առանձին համագործակցություն կարմիր գիծ է, շատ ճիշտ եք ասում։ Բայց եթե պարլամենտ անցած բոլոր ուժերը որոշում են, որ առաջին համար իսկ ամենայն հավանականությամբ դա արդեն ոնց որ հստակ է, դա ուժեղ Հայաստանի տեխնացիան կարող է լինել, այս դեպքում եթե մենք էլ ենք ասենք թե տալիս մանին, ուժեղ Հայաստանին անքել ենք տալիս, այդտեղ դու խնդրեմ չունես, որ դու ոչ թե նրա հետ ես համագործակցում, այլ նույն տեղն ես տանում։ Իսկ եթե Հայաստան դաշինքը ավելի շատ զարգարած։ Ռեալ չի, Արմինե, եկեք ռեալ բան անենք, եթե Սամվել Կարապետյանի քաղաքացիության կամ սահմանադրական փոփոխությունների այդ խնդիրը չլուծվեց, որ ինքը իրավունք ունենա վարչապետի տեխնացու լինել եւ Ռոբերտ Քոչարյանին նորից։ Գիտեք, առաջ քաշեցին ինչ բան, ցանկացած տեսական առումով այդ բանը հնարավոր, բայց ես կուզեի շատ ավելի խոսենք իսկապես ռեալություններից, տեսական բաներ թողնենք։ Ես հավատացած եմ, զգում եմ, տեսնում եմ հիմա չեմ վախենում իրականությունից։ Կամ անգամ ուզեմ, թե չուզեմ, կապ չունի։ Այսօր ամենաշատ ընդդիմադիր զանգվածը, ընդ որում գյուղերում շատ, այստեղ են որ հարց տվեցիք, գյուղերում Սամվել Կարապետյանի ձայնը համեմատելի առումով ավելի շատ է, քան Երևանում։ Օրինակ Երևանում ես հույս ունեմ, որ օրինակ Արաբկիրը, որ մշտապես Աջափնյակը, կենտրոնը Դավթաշեն մեծ շատ ձայն են տան, ռեալ հավանական տարբերակը, որ իրենք լինեն այն հավաքման ուժը, որը կարող առաջատար ուժը, որի շուրջ հավաքվեն մյուս ընդդիմությունները։ Հայ, ուրիշ տրամաբանական բան չեմ գտնում, մնացա ու ժերեբովկա չես անելու, մի քիչ ռեալ չի։ Լրիվ հասկացա, այդ բոլոր ընդդիմադիր ուժերն էլ այդպես են ասում։ Դա ուրիշ լուծում չկա, դա այո, տրամաբանական է, բայց ամեն դեպքում եթե չհաջողվի Սամվել Կարապետյանին առաջադրվել տեխնացու զուտանա առումը, որ ինքը խնդիր ունի ամեն դեպքում օրենքի հետ, եթե այդ հարցը լուծելի չլինի, որտեղ սահմանադրական փոփոխությունների գնալը դա սահմանադրական մեծամասնությունն է պետք 50+1 չէ, արդեն 60%-ից ավելին, որը կարող է չունենա հավաքական ընդդիմություն, ինչ ենք անելու։ Ինչ անենք մենք, հա։ Այո։ Այդ դեպքում եթե ձեր ասած տարբերակն է լինում, Նիկոլ Փաշինյանն մնում է իշխանության։ Եթե Նիկոլ Փաշինյանն մնում է իշխանության, ինձ համար արդեն կարևոր չի ընդդիմության որ լիդերն ինչքան է հավաքում, ես մնում եմ իմ ասածի դերի իմ սկզբունքների վրա։ Հաջան։ Անգամ Քոչարյանը։ Չէ, այս դեպքում այդ ձեր ասածը չի գնա։ Սամվել Կարապետյանի ուժը երբեք Ռոբերտ Քոչարյանի ձայն չի տա իրենց հայտարարության համար։ Իրենց հայտարարության։ Իրավիճակը գա եւ կտա Արմինե ջան, ինչ եք ուզում այդ դեպքում ինձնից։ Ես կարևոր խնդիրը, ես այնքան ինքնուրույն ուժ եմ։ Հակը ում է տալու։ Ոչ մեկի, այս դեպքում ոչ մեկի, որտեվ ես հիմա եմ հայտարարում, ես այնքան ինքնուրույն ուժ եմ, անգամ այդ մեր ինքնուրույն լինելով սկզբունքային լինելու համար էր, որ մենք Սամվել Կարապետյանի դաշինքի հետ չկարողացանք դաշինք կազմել, մենք ունենք այդտեղ էլ կարմիր գծեր, որ դա մեզ համար թույլ տվեք հիմա չասել, որովհետև մինչև ընտրություններ կրկնում եմ, մենք չենք ուզում խոսել մեր տարբերությունների մասին։ Մենք ուզում ենք Աստված տա հաջողություն լինի, հետո կարելի է եւ ասել եւ չասել, բայց բանի առումով, տակտիկայի առումով ամենևին ինձ ձեռնտու չի հիմա խոսել ընդդիմության դաշտում անհամաձայնությունների մասին, որովհետեւ ես ուզում եմ ընդդիմությունը գումարային առումով խնդիր լուծի, որովհետեւ Նիկոլից ազատվել այս բան ոչ թե կուսակցական խնդիր, այլ ազգային անվտանգության եւ Հայաստանի սուվերենության խնդիր, առանց չափազանցության։ Ես միշտ հայտարարում եմ, որ սա հանրաքվե է։ Մեր ժողովուրդը այս ընտրություններին պետք է գնա որպես հանրաքվե։
կամ պահպանում է մեր սուվերենությունը, կամ գնում ենք Ադրբեջանի ենթակա երկիր ենք դառնում։ Կարևոր չի, հասկանում եք, Սամվելը կլինի, Նիկոլը կլինի։ Խնդիրը մեր քաղաքացիները պետք է մի հատ էլ ոգևորվեն։ Ես միշտ համեմատում եմ, իհարկե չի լինի այդպեսի բան, 91 այդ ոգևորությունը այդ աստվածային, ոգեղային, եթերային պահը, որ մարդիկ աստված էին դառել, գնացին քվեարկեցին 2 միլիոն մարդ, այդ կրակը ես ուզում եմ մեր ժողովրդի մեջ մի քիչ էլ արթնանա։ Նույն կրակը չի լինի, բայց գոնե մի քիչ պատասխանատվության, ոգեղենության բան իշնի մեր քաղաքացիների վրա, որ իրենցից մի կաթիլ բան կախված է, էլի, գնան հարակվեն, քվեարկեն ում ուզում են, միայն ոչ Նիկոլն, որպեսզի անկախությունը պահեն։ Նո, այստեղ բնականաբար հաջորդ քայլին ասում է դեպքում, եթե ուզում ես պահես անկախությունը, եթե հակին չես տալու, բաում ես տալու։ Եթե մտավորական, փորձված, ազնիվ, պայքարած, սկզբունքային քաղաքական ուժը, որը Հայազգային կոնգրեսն է, տրամաբանական կլինի, էլի, որ ժողովուրդը որպես անկախության սիմվոլ կամ ասոցիացված քաղաքական ուժ մեծ ձայնը։ Դա իմ խնդրանքն է, դրանից միայն Հայաստանը կշահի։ Լավ, ամեն դեպքում ռեալության մեջ դուք ինչ եք նկատել, ավելի շուտ իշխանափոխություն կլինի, ընդդիմությունը կգա իշխանության, թե հակառակը գործող իշխանությունները կշարունակեն պաշտոնավարել, հատկապես որ հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմության առանձին կուսակցությունների վարկանիշը գնալով նվազել է, իշխանությունները բարձրացել է։ Ես այդպես չէի ասի, որ Հայաստանը, գիտեք, ստաբիլ երկիր չի այս առումով, անգամ կարծիքների առումով, որովհետև մենք մի քիչ խոցելի ենք, դրսի ազդեցությունները մեր վրա շատ լուրջ ազդեցություն են թողնում, այսինքն ամեն ինչ չէ, որ Հայաստանի քաղաքացու տրամադրությունից է կախված, Հայաստանի քաղաքացու տրամադրության վրա խիստ ազդում են դրսի բաները։ Ձեր ասացի հակառակ բանը գործընթացը ասեմ, Ռուսաստանի այդ խիստ լարված հարաբերությունները եւ լարսի փակվելը եւ գյուղատնտեսական ապրանքների արգելումը, ջերմուկի, ծաղիկի արգելումը, ես ծանոթներ ընկերներ ունեմ, որ արդեն տոննաներով, հազարավոր տոննաներով շատ ցավալի է, բերք են ոչնչացնում, այո, լոլիկի, վարունգի հետ կապված 1000 տոննան մի մեծ բան չի, ասենք Ռուսաստանը գնում 1000 տոննա լոլիկ, հեչ բան չի, մեծ քանակ չի, ոչնչացնում են եւ այդ գյուղացիների բերքը, որ դա մի հոգու չի, ասենք մեծ կամպանիաները հավաքում են բիբարը, պամիդորը, վարունգը, լցնում են մեծ ֆուրերը, տանում են, մի ֆուրը, ասենք մի 60 տոննա է, այդպես մի մեծ բան չի, էլի 1000 տոննա 20 ֆուր։ Այսինքն այդ մասը, որ այս իշխանությունների պատճառով գյուղատնտեսության ապրանք չի հասնում շուկաներին, ուրիշ շուկա էլ չունենք, դա խիստ դժգոհություն է առաջացրել։ Ասում են, որ դա կարծիք կա, որ դա նաև նախընտրական տրամաբանության մեջ է, որովհետև Ռուսաստանը տեսնելով, որ ինչպես Պուտինն էր ասում, ռուսամետ ուժերը այստեղ հաղթանակ չեն տանում, փորձել այդպիսով ճնշել բացական իրավիճակ ստեղծել իշխանությունների կողմը, որ քվեները գնան ընդդիմությանը եւ որ դա բացատրեմ ինչու։ Հիմնավոր է 7-ից հետո իշխանությունները ասում են դա չէ, ավելի լուրջ ազդակներ կային դրա հետ կապված եւ Ռուսաստանի արձագանքը ավելի շատ նրա հետևանքեր։ Դա գիտեք որոնք էր։ Այն եվրասիական համայնքի ժողովը այստեղ, Զելենսկու ներկայությունը, Մակրոնի այստեղ գալ եւ հայտարարություն, որ մենք պետք է օգնենք Հայաստանի սահմաններին, այդ նշանակումը ռազմական բազան անես, ռուսներին հանում ես եւ ֆրանսիացիները օգնում են մեր սահմանները պահելու։ Վենսի հայտարարություններն էր, Ռուբիոյի գալն էր, Թրամփի հայտարարություններ, որ Նիկոլը իր մեծ աղբերն է, անկերն է եւ այլն։ Սա ռուսներին ուղղակի կատաղացրեց, իրենք էլ նույն կոպիտ սխալը իրենք արեցին, հայտարարելով, որ այստեղ կան բաներ, կուսակցություններ, որոնց շահեր պես Ռուսաստանի հետ համընկնում էին, եւ ստացվեց այնպիսի իրավիճակ, որ բոլոր արտաքին խաղացողները բաց քարտերով մտան Հայաստան խաղալու։ Այսինքն այս ավելի լուրջ ազդակ հանդիսացավ արևմուտքի եւ արևելքի բախման համար Հայաստանում եւ դրա արդյունքում է, ես հավատացնում եմ, էլի, որ լարսը փակվեց, ջերմուկը եւ ծաղիկների հարցը լուծվեց։ Ոչ թե գյուղատնտեսության, ոչ թե նախընտրական խնդիր էր, այլ սա այն բանի արձագանքներ, ինչ արևմուտքը փորձեց Հայաստանը օգտագործել։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն գյուղատնտեսական խնդիրները, որ առաջացել են ռուսական այդ քաղաքականության արդյունքում վերջին օրերին, ինքը արդեն վնասի փոխհատուցումը կառավարությունը առաջիկայում տալու է այդ ընթացքի վերաբերյալ։ Այսինքն ոնց կարելի է ձեւ բաներ, այսինքն դու փակում ես քո մեջ շուկան, հետո ասում ես կոմպենսացնել, նախ չի կարող կոմպենսացնել։ Օրինակ հակադիր կարծիքներ էլ են։ Այսինքն ինքը կներեք, համաձայնա խնդիրը չի լուծում, հա։ Երկրներում սուբսիդավորվում է այդ։ Դա եթե երաշտ է, եթե պայմանագիր ունես, ապահովագրված ես, իհարկե ճիշտ է։
բայց այս դեպքում քո քաղաքականության արդյունքում է դա տեղի ունեցել եւ ինչքան է շարունակվելու, չգիտեմ, հետո դա հարց չի լուծում, գիտեք, եթե միանգամյա ինչ-որ բան լիներ, ճիշտ է, կապետությունը պարտադիր, բայց եթե հանկարծ մեր խելառները որոշում են, որ նատառան են գնում եւ ասում են մենք գնում ենք Եվրոմիություն դուրս են գալիս հապկից եւ Եվրասիական տնտեսական միությունից, որը կատաստրոֆա է տնտեսական, որ ասենք դրա արդյունքում գազը կարող է 3 անգամ թանկանա եւ ընդ որում այլ ընտրանք չկա։ Ձեզ ասեմ, որ ով էլ ձեզ ասի, որ ես իշխանությունների հակապաստարկների այդ բոլոր առումներով կասեմ, նրանք ասում են, որ մենք արդեն ԵՄ իսկ կլինի, որ իշխանության հաստատ չասի, եկեք քննարկենք հաշվի առնելով ձեր կարծիքը, իշխանություն կարծիքը ինձ պետք չի։ Չէ, իրանք քայլեր են ասում, որոնք իսկապես կարող են ազդեցություն ունենալ տվյալ իրավիճակի վրա, ասում են կարս ախալքալակ երկաթգիծն է բացվում, որը սառնարանային արդեն գնացքով վագոներով հնարավոր կլինի տարբեր տեղեր Դուք Հայաստանում երբ միած սառնային վագոն տեսել եք։ Չկա։ Դա Հայաստանը չի լինի, դա կլինի միջազգային արդեն Հետո այդ միջազգայինը, որ այսօր Ինչը վրացականը, եթե մենք Կարսից ուղարկենք, վրացականը հայկականը դա չի։ Դուք տեսել եք, չէ՞ որ ճանապարհը գնում է Ադրբեջանով, Վրաստանով, Ադրբեջանով, Թուրքիայով։ Այդպես է ծրագիրը եւ եթե ախր քալակ Կարսը Ադրբեջան Եվ Թուրքիայով ագնում։ Մենք ավելի լավ կարճ սիրուն ճանապարհ ենք բանանում, որը կախված չի Ադրբեջանից։ Ինչեւ սիրուն ճանապարհ։ Ուրեմն Կարսի ճանապարհը դա բլեֆ է, ուղղակի վիճակը մեղմացնելու համար, այդ ճանապարհը նույնիսկ Ադրբեջանը չի օգտագործում, հարմար չի, որովհետև Թուրքիա մի հատված կա, կառուցած չի, դրա մասին էլ թող ասեն։ Այդ ճանապարհը, ասենք, թվերով չեմ կարող ասել։ Ախր քալակը նկատի ունեք։ Հա, Թուրքիայի տարածքում։ Չափով աշխատում է։ Դա շատ ճիշտ է։ ասում։ Որոշ չափով, այնտեղ գիտեք նախատեսածից թվերը կարող է սխալվեմ, մոտավորապես այսպես ասեմ, նախագծայինից 10 անգամ ավելի քիչ բեռնափոխադրում է գնում, դա չաշխատող գնացք է, եւ հատկապես դրա չաշխատելու արդյունքում էր, որ ուզեցին մեղրի այս կարճ տարբերակը երկաթուղով անել, որտեղ սա ավելի հարմար է, ավելի կարճ է։ Նա չի կարող աշխատել, կրկնում եմ, երկու պատճառով, դա անցնում է 3 երկրի տարածքով, գնացքով այդպիսի բաներ չեն տեղափոխում, շատ երկար է տևում, եւ մենք չունենք այդ սարքերը, իսկապես չունենք։ Մենք չունենք այդ ֆուրերով է մեր բոլոր բաները։ Մենք չունենք նաև լաստանավեր կամ նավեր, որ փոթից տարբեր երկրներ ուղարկում ենք, չէ՞, ապրանքներ։ Այսինքն այդ ենթակառուցվածքները տվյալ երկրներում կան եւ մերոնք գնում եւ վճարում են եւ օգտագործում։ Այդ դեպքում հարցին էսպես պատասխանում։ Շատ լավ է, հաշվում ես գալիս եմ ձեր տրամաբան։ Շատ լավ է, որ կա այդ տարբերակը։ Հա? Իշխանությունների տրամաբանությունը։ Այ շնորհակալություն։ Գնանք ասենք այդ տրամաբանությամբ։ Շատ լավ է, որ այդ մի այլընտրանքը կա, հրաշալի է։ Թող աշխատի, բայց դա արդյոք ճիշտ է, եթե մնացածը չկայի դեպքում է աշխատում։ Թող լինի եւ այն մեկը, ինչով հիմա աշխատում ենք, Լարսը, հա? Թող լինի եւ Ադրբեջանի Իջևանի տարածքով գնացքի ճանապարհը, եւ լինի ձեր ասած փոթի ճանապարհը, եւ լինի ակլքալակ Ղարսի ճանապարհը։ ԵԱՏՄ-ի դեպքում Իմ ասածը հետեւյալն է. երկրի ղեկավարությունը պետք է օգտվի բոլոր հնարավորություններով։ Ոչ թե մեկը փագի, ու ասի, այս մեկը փագվել է, բայց ոչինչ, այն մեկը մենք ունենք։ Գիտեք, ճիշտ է, երբ կա 5-6 տարբերակ, դառնում է 7-8-ը շատ ավելի լավ, բայց իրենց տրամաբանությունը էս ամեն պես մեկը եթե փակվել է Լարսը, որպես մխիթարան գտնենք այն մեկը, այդ թող Լարսն էլ աշխատի, ճիշտ դիվանագիտություն արեք, Փոթին էլ աշխատի, Իջևանի գիծն էլ աշխատի, Ղարսի գիծն էլ աշխատի։ Հիմա օրինակ բանը փորձում են արդարանալ ծաղիկները, որոնք մենք ուղարկում ենք Ռուսաստան, չի գնա Ռուսաստան, մենք հիմա հնարավորություն կգտնենք հոլանդական վարդերը Եվրոպայում, Հոլանդիայում վաճառել։ Մի քիչ արդեն սկսում ես խնդալ էլի, հոլանդական վարդերը Հայաստանից գնում են Հոլանդիա։ Բայց եղավ, չէ՞, այդպես Ադրբեջան էին գնացել։ Ինչ է ծաղիկները։ Հայկական ծագման չէ, միզեր են, դա ցուցադրական բաներ են, հա։ Հա, ինչ որ ասենք կարող է մի բեռնատար գնացել է։ Իրենց գիտեք, իրենց մակերես, իրանք ցուցադրելն է հետաքրքիր։ Ասենք օրինակ, հա, 5 վագոն բան եկավ, ծորեն եկավ, այդ չեն ասում, այդ ծորենն էլի ռուսականն, ասենք 2 շարասյուն բան եկավ, նավթ եկավ, էլ չեն ասում, որ դա ծորենը, այսինքն մենք հասկացանք ամեն դեպքում, որ մենք կարող ենք նաև Ղազախստանից էլ բերել։ Հա, իհարկե։ Կա եւ ճանապարհը, կա եւ արդեն երկիրը, որից կարող ենք բերել։ Եվ նավթը ասենք, որ Ադրբեջանից մենք ստանում ենք, դա էլ ռուսական է։ Նույնն նավթը։ Գիտեք խնդիրը որն է։ Դեպքերով քննարկելը սխալ է, տրամաբանությունը պետք է լինի մեծ մասշտաբով։ Ես միշտ եմ գլիբներով, մեծ կտորներով մտածում։ Հիմա նայեք, մենք մեր հացի, հացահատիկի 90%-ը ստանում ենք Ռուսաստանից։ Շատ կողմ եմ, որ լինի Ղազախստանից, Թուրքմենիայից, Ուկրաինայից եւ այլն եւ այլն։
Բայց դա չի կարող, հասկանում եք, 90%-ը դառնալ 10%։ Շատ լավ, մեր Ղազախստան 5%, 10%, ավել չեն էլ տա Ուկրաինա։ Զենքի դեպքում ինչպես դարավ, դա անգամ 10% էլ չդարձավ, չէ՞։ Զենքի դեպքում անգամ 10% էլ չի Ռուսաստանի բաժինը, երբ որ 100%։ Ուզում եմ ասել, չէ, դարձավ, այսինքն Ռուսաստանի մասնաբաժինը հիմա ավելի քիչ է, քան 10%-ը։ Նույնն էլ կարող է մյուս դեպքում դառնալ կամ ըստ նպատակահարմարության։ Նախ դուք տվյալներին չեք տիրապետում, իսկ այդ տվյալները պետք չի հրապարակել։ Իշխանությունները սուտ են հրապարակում, որ բացի այդ միայն մատակարարումների մեջ չի, օրինակ, մի էլեմենտ ասեմ, որին տիրապետ մեր, ասենք 44 օրյայի վնասված զենքերը, տանկեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, դրանք գիտեք որտեղ են վերանորոգվել եւ հիմա էլ վերանորոգվում են։ 44 օրյայից հետո Մանուկյան։ Հա, դա վերջին 2-3 տարվա ընթացքում, այսինքն Հայաստանի հիմա էլ այդ process գնում է, ովքեր են վերանորոգում, որտեղ են այդ նոր տեխնոլոգիաները ուսուցումները անցնում, տեղյակ եք։ Չէ, տեղյակ չեմ։ Որտեղ իշխանությունները չեն ասում։ Ասեք։ Ռուսաստանում եւ Բելարուսում, Օրենբուրգում։ Հայաստանի ձեռք բերած զենքը, Ֆրանսիայի ձեռք բերած զենքը, Իրանից ձեռք բերած զենքը, այնտեղ 7 երկրի անուն չասեց, այդ բոլոր 7 երկրի զենքի, ինչպես դուք եք ասում, վերապատրաստումը, վերանորոգումը էլ չասենք, սա Ռուսաստանում եւ Բելարուսում է տեղ ունենում։ Չէ, դրանք այն ձևի զենքեր չեն, ես խոսում եմ մեծ զենքերի մասին, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, գաուբեցներ եւ ընդհանրապես մեր զենքը ձեր ասածը ըստ երթին վերաբերում այն զենքերին, երբ որ մենք ժամանակին ստացել ենք Ռուսաստանից։ Այո, եւ մեր հիմնական Հիմա ասում են Ռուսաստանից վերջին 2-3 տարիներին մեր ձեռք բերած Արմեն ջանից լսեք էլի խնդրում եմ։ Հայաստանի հիմնական զինատեսակները, լուրջ զինատեսակները, որոնցից ոչ մեր Իրանն է տվել, ոչ Ֆրանսիան է տվել։ Մեզ այդ ձևի զենքեր չեն տվել, ոչ մեկը։ Ոչ տանկ, ոչ ուղղաթիռ, ոչ ինքնաթիռ, դրանք են հիմնական բաները։ Այդ բաները բոլորը ռուսական են, ռուսական տեխնոլոգիայով են, ռուսական։ Այո, նախկինում ստացած։ Հա, բայց դա ուրիշ չունենք։ Այդ ձևի բան չունենք ուրիշ, եթե ստացել ենք ուրիշ տեղ գաուբեցներ կամ շտապօգնության մեքենաներ կամ ականապատումը քանդող մեքենաներ, այդ ճիշտ է կան եւ շատ լավավոր կան, բայց իմ ասած ուրիշ բան է։ Հայաստանի ռազմական պոտենցիալը, ռազմական ամբողջ արսենալը իր համակարգով սպասարկման, մասնագետների, տեղեկատվական, ուսուցողական, մենք ռուսական զենքի դաշտում ենք։ Այդ դաշտը փոխելը շատ դժվար է, դա 5 հատ ավտո բերել չի։ Եվ ես ասում եմ, վերանորոգում, օրինակ, մեր սուերը, միգերը, եթե փչանան, կամ նրանց անհրաժեշտ մասերը պետք լինի, ոչ Հնդկաստանը մեզ կարող օգնի, ոչ Իրանը։ Հասկանալի է։ Բայց ես չեմ մերժում ձեր ասածն, այդ շատ լավ է։ Բայց իմ ասածը լրիվ ուրիշ բան է։ Չի կարելի ոգևորվել ֆրանսիականով, իրանականով եւ մերժել հինը։ Մեր լուծում, իմ լուծումը հետեւյալն է. եւ նա մի թշնամացի սրահետ ու ասի ես ֆրանսիական եմ գնում, ռուսական կովերը եկեք մորտենք։ Դե ասում են մենք գումար փոխանցել ենք, զենք չենք ստացել։ Չեն մերժում, ասում են մենք գումար փոխանցել ենք, զենք չենք ստացել։ Դա նշանակում է մերժում են, չեն մերժում։ Հո, դուք ոնց որ իմ համբերության վրա եք աշխատում։ Նաեւ դա մենք Արմեն զենքը այդ ամենի մեջ կարևոր է, բայց մի մաս է կա։ Այստեղ կա դիվանագիտական խնդիր եւ կա անվտանգության համակարգի խնդիր։ Մենք ուզենք թե չուզենք, ռուսական եւ ՀԱՊ անվտանգության համակարգի մաս են կազմում։ Եվ պայմանագրով, եւ ֆիզիկական գործունեությամբ, եւ ընդհանրապես առևտրով, այցելություններով դա համալիր է, շատ մեծ համալիր։ Այդ նույնիսկ մտնում է ատոմային մեր ատոմակայանը, սպասարկումը, զենքերը, ուչենյաները բոլորը միասին եւ քաղաքականությունը։ Մենք եթե մերժում ենք, իսկ իշխանությունները ճանապարհ մերժում ենք այս մի համակարգը եւ չունենք մյուսը, որտեղ գնում ենք, մենք մնում ենք դատարկ դաշտում։ Եթե Հայաստանը լիներ այնքան շքեղ պայմաններում կամ սկսեր 0-ից, պատկերացրեք այսպեսի խաղ, մենք 0 վիճակում ենք, չկա Ռուսաստան, չկա Ֆրանսիա։ Ուզում ենք գնալ որ համակարգ ընտրել։ Այս դեպքում եթե մենք կընտրենք, ասենք թե ծայրահեղ եմ ասում, ՆԱՏՕ-ն կարելի էր գնալ ՆԱՏՕ-ի հետ պայմանագիր կնքել, դառնալ ՆԱՏՕ-ի երկիր, թեպետ ոչ Ուկրաինա։ Ասում են մեր ծրագրում օրակարգում ՆԱՏՕ-ը։ Հա, որտեղ վախենում են, որովհետև այնքան բողկեր են կերել, որ վախենում են համարձակալ։ Բայց հիմա ինչն է դժվարը, խնդրում եմ ինձ ուշադիր լսեք։ Մի համակարգից անցնել մյուսը
դա դժվար է տեխնիկապես, ֆինանսապես, ժամանակի առումով եւ անվտանգության առումով։ Դրա համար էլ ասում են մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գա, դուրս կգանք այն ժամանակ, երբ որ Շատ լավ, նպատակահարմար Ռուսաստանն էլ ասում է շատ լավ, ԵԱՏՄ-ից դուրս չես գա, այդ դեպքում դու օգտվում ես իմ լգոտաներից, 5 անգամ էժան գազ ես ստանում 176-600 փոխարեն։ Այդ դեպքում ճիշտի խնդրում եմ, գնում ես այնտեղ, ազատ ես գնա, չես գնում, ասա ես իմանալ։ Ասում են մենք Եվ մի հատ էստեղ բան էլ կա, վտանգավ։ Պարոն Մանուկյան, ինչ կարող է անել Ռուսաստանը այս դեպքում գազի գինը կբարձրացնի ըստ որովհետև այս երեք մենք տեսանք, որ իշխանական падգամավորներից մեկը ասաց, որ մենք բանակցում ենք եւ մեզ առաջարկել են շատ ավելի էժան գազ, երկրի չնշեց, Ով ասել է դիմարությունը։ Խաչատուր Սուքասյանը, որ ինքն էլ անձամբ իրան էլ են ասել եւ որ գործընթացը գնում է։ Քան թե հիմա մեր վերջնական սպառողն է, այսինքն կա ելքեր կան։ Դե ուշադիր լսեք, խնդրում եմ։ Պետական, վիճակագրական տվյալներ, մտեք Google, մտեք ցանկացած Wikipedia եւ թվերը ճշտեք։ Ադրբեջանը այսօր 17 միլիոն խորանարդ մետր գազ վաճառում է Եվրոպային եւ Թուրքիային։ Մոտ 10-11 երկիր այդ գազի մոտավորապես, ես ասեմ, 60-65%-ն է ադրբեջանական, մնացածը ռուսական է։ Սա հետաքրքիր բլեֆ է։ Ուրեմն ամբողջ Եվրոպան գիտի, որ ինքը Ադրբեջանից առնում է նաև ռուսական գազը։ Ռուսներն էլ հիմա բաց ասում են, որ Ադրբեջանի միջոցով իրանք եւ Թուրքիային, եւ Հունգարիային, եւ Իտալիային, եւ Ավստրիային գազ են տալիս, մերժելով ռուսական գազն ու ռուսական առևտուր անելը։ Հայաստանին էլ այն ինչ որ տալու են ադրբեջանցիները եւ նավթը, ընդ որում բարձրա ռեգուլյար բան 90 բարձր որակի 95 մարկայի նավթը եւ գազը բոլորը լինելու է ռուսական, որտեղ դա այն բանն է, աչքերը փակելու, որ յանի մենք Ռուսաստանից չենք ստանում, բայց իրականում ստանում ենք Ռուսաստան։ Եթե Հայաստանը ուզենա գազ առնել Ադրբեջանից, դա լինելու է ռուսական գազ, որը կարող է, գիտեք, կարող է լինել Ադրբեջանին, Ռուսաստանին, կարող է այլ երկրին լինել։ Չկա, այդ երկիրը գոյություն չունի։ Հիմա խոսում են Թուրքմենիայի մասին, նոր գազատարների մասին, որ նոր գազատարները հրաշալի, նոր գազատարը կառուցելու համար կարող է պետք լինել 5-ից 10 տարի, դա կարևոր խնդիր է, ժամանակի գործոնը։ Եվ այդ ժամանակի գործոնում ամերիկացիները, օրինակ Ամերիկայի դեսպանի Յահակում հայտարարեց, որ Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով, բայց պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռ անցկացնել, որովհետև այդ անցումը, հաջատ մենք սովոր ենք, դուք հիշեք։ Եթե դուք գնում եք այդ ճանապարհով, այդ քյալագյոզության ես չեմ գնա։ Մի ասք չի կոտորել բանով ծրագրավորած 5 տարի գազ չստանալ, որպեսզի Թուրքմենիայից գազ գա։ Այդ ձևի խափեցին Վրաստանին, խափել են Մոլդովային, խափել են Ուկրաինային, խափել են Լիտվային։ Լիտվայում ասեցին 3 միլիարդ դոլար տալիս ենք ձեր մեծ հզոր ատոմականը փակեք, որտեղ ռուսական համակարգի մեջ էր աշխատում։ Լիտվացիները ուղեղը կերան, այդ գիտեք ինչքան էր 1.6 գիգաբայթ մեր ատոմականը 2 անգամ հզոր ատոմականը փակեցին, որպեսզի ռուսական էներգետիկ համակարգից դուրս գան, ընդդեմ դա ռուսական չէ։ Այնտեղ Էստոնիա, Շվեդիա, Լիտվա, Բելարուս, Ռուսաստան ցանցի մեջ էին, դուրս եկան, փակեցին այլ բաներ, փողերն էլ եվրոպացիները տվեցին։ Եվ հիմա չկառուցեցին այն մոդուլային ատոմականը, կարծեմ ձեր ստուդիայում էլ դրա մասին խոսել։ Ամերիկացիները առաջարկում են մոդուլային բան շարժական կաներ ատոմային, չկառուցեցին եւ հիմա Լիտվան որը ծախում էր էներգիա, հիմա Շվեդիայից էներգիա է առնում։ Այսինքն այդ ֆռիկները, այդ խաղերը լրիվ ուրիշ են։ Խնդիրը, խնդրում եմ ուշադիր լսեք, տնտեսական չէ։ Արմինե ջան, իմ 100 տարվա ընկեր, ուշադիր լսի, եւ բոլոր լսողները, այստեղ տնտեսությունը կապ չունի։ Այստեղ արևմուտքը մեզ ուզում է ընդհանրապես գործիք կիրառել հակառուսական դաշտ ստեղծելու համար։ Խնդիրը արևելք-արևմուտք հակամարտությունն է, որը Ուկրաինան ջարդեց։ Ուկրաինայի նման հզոր երկիրը սլավոնական երկու ազգեն իրար դեմ են անել, այդ խնդիրը Ռուսաստան։ Վրացիները այդ կուտը չկերան։ Հիմա մեզ ստիպում են, որ իրանք մեզ գազ կտան, թուրքերը մեզ գազ կտան, հոսանք կտան, բան կտան, հաց կբերեն։ Ասում են հակառակ process-ը տեղ ունեցավ, որտեղ Ռուսաստանը այնտեղ գործուղեց Իվանիշվիլիին եւ հիմա հետընտածա տեղ ունենում հասարակությունը, որը բովոք դեմ է դրան եւ հետընտածն էլ կարծեք թե այդքան։ Ես եղել եմ 2 անգամ, ներողություն եմ խնդրում, ես 2 անգամ եղել եմ միջազգային դիտորդ Վրաստանում։ Իսկ Հայաստանն էլ Ռուսաստանից դժգոհելու շատ մեծ տեղեր ունեք։ Թողեք այդ հարցի պատասխանեմ նոր։ Վրաստանի բառը ասեցիք, ես պիտի բացատրեմ ինչա տեղի ունեցել, որտեվ սխալ բան ասեցիք դուք։ Սխալ տերմին եք կիրառել, որ Վրաստանը իման։ Տեսեք ինչ տեղի ունեցավ Վրաստանում։ Իվանիշվիլին չեն սիրում, նրա արևով չեն երդվում։
Բայց տեղի ունեցավ հետևյալը. վրացիները, որոնք մղվում են դեպի Եվրոպա մեզնից շատ, իրանք Եվրոմիություն մի կիլոմետր մեզնից առաջ էին։ Բայց Եվրոմիությունը փորձեց օգտագործել վրացիներին հակառուսական խնդիրներ լուծելու համար։ Վրացիներ մեկ կերան այդ կուտ, երկու կերան, վերջին անգամ ասեցին, ես ներկա եմ եղել այդ բոլոր գյուղերում, պտտվել եմ, խոսել եմ։ Վախեցան նրանից, որ եվրոպացիները իրենց օգտագործել են Ռուսաստանի դեմ եւ Վրաստանը դառնալու է եվրոպական բախման գոտի, ինչպես Ուկրաինան։ Այսինքն շատ լավ, ներող կլնեք, մենք ձեր գործիքը չենք, մենք հետ կկանգնենք, զուսպ կմնանք, ոչ Ռուսաստան, ոչ բան, կորցրի նահագին։ Ռուսամետ կառավարությունը ռիսկ չի անում մեծ քայլերով դեպի Ռուսաստան թեքել, ոչ մի կողմից չի գնում մեծ քայլերով, որովհետև ժողովուրդը դեմ է դրան։ Ճիշտ է, բայց հետ քաշվեց ինքը կարևորը հետևյալն է։ Մեծ խնդիրը այստեղ է։ Արևելք արևմուտք բախում է։ Ինքը այս արևելք բախումից մի կողմ քաշվեց, կորցրեց, ճիշտ է։ Կորցրեց ժողովուրդը եւ հիասթափվեց մի մասը Իվանիշվիլուց։ Հայաստանը այդ բանը կուտա ուտում է։ Հայաստանը հրավիրում է եւ Վենսին, եւ Ռուբիոին, եւ Մակրոնին, եւ Պուտինին այստեղ բախվելու։ Սա է մեր պատմական սխալը, պատմական զգացողություն մենք սա պիտի գազը, նավթենի զենք, ինչ որ ասեցինք, չէ՞, ընտրությունները բոլորը կարևոր չեն, հավատացեք։ Կարևոր չեն ոչ մեկը, եթե տեղի է ունենալու արևելք, արևմուտք, բախում Հայաստանում։ Իշխանությունները պարտավոր են զերծ պայել հասարակությանը էսկալացիա չգնալու համար, բայց քանի որ իշխանությունները կողմ են բռնել, կոնկրետ իրանք կողմ են հիմա, հնարավոր է, որ այդ ձևի էսկալացիաներ գնա, հատկապես գիտեք, երբ դա կարող է լինել, եթե ընտրությունների արդյունքները միանշանակ մեկին հաղթանակ չեն տալիս։ Մեր փրկությունը գիտեք որն է, որ ինչ որ ուժ եթե հաղթելու է, շատ ձայներով հաղթի։ Եթե ձայները հավասար եղան, սա բախումների սցենարների հնարավոր տարբերակ է եւ այս դեպքում այդ դրսի ուժերը կսկսեն արդեն մի քիչ ավելի ակտիվ աշխատել։ Սա ազգային անվտանգության խնդիր է, Արմինե ջան, ես դա լավ գիտեմ։ Հարկավոր է այնպես անել, որ դրսի ուժերը ակտիվ խաղացողներ Հայաստանում չդառնան։ Դրա փորձը տեսել ենք, էլի։ Վրաստաններ, Մոլդովան, Ուկրաինան։ Հաղթանակը գողանան, ինքը փողոց դուրս կգա։ Դուք հնարավոր համարում եք, որ Քոչարյանին այնքան ձայն տան, որ իր հաղթանակն էլ ինչ որ մեկը գողանա։ Ռոբերտ Քոչարյանին։ Ինքը նման հայտարարություն։ Ես իմ դիտարկումներով եմ ասում, այդպիսի տարբերակ գոյություն չունի։ Եղած ռեալություններից եմ ասում։ Լավ, պարոն Մանուկյան, այնուամենայնիվ ընտրություններից հետո լինելու է իշխանություն, ով էլ ուզում է լինի, ընդդիմությունը կլինի, դուք կլինեք, նորից ԿՊ-ն կլինի կամ Սամվել Կարապետյանը կգա, ով էլ որ կլինի։ Ադրբեջանի հետ հարաբերությունները ինչպես եք պատկերացնում, մենք ունենք նախաստորագրված պայմանագիր խաղաղության, որը սպասում է, որ պետք է ենթադրվում է, որ ընտրություններից հետո պետք է ստորագրվի դա։ Ինչպես եք պատկերացնում, ով էլ որ լինի, կապ չունի, դուք եք ինչ պետք է լինի դրա հետ։ 35 տարվա ընթացքում մենք միակ քաղաքական ուժն ենք, որ ասել ենք Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ լինի։ Մենք այն ժամանակ ազատագրում ենք, էլի ասում ենք նորմալ հարաբերություններ, ազատագրում ենք, գնում ենք Թուրքիայում հանդիպումներ անում պրեզիդենտին։ Միանշանակ պետք է խաղաղություն կնքվի եւ ձեզ ասեմ ավելի համարձակ բան, եթե մենք լինում ենք իշխանության, հին որևէ պայմանագիր, միջազգային պայմանագիր չեղյալ չենք անում։ Դա դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա չի։ Նոր եկողը ոչնչացնում է հին կարմիր կովերը, այդպես չի։ Այսինքն կողմնակից ենք մենք, այստեղ մի հատ բայց կա, դու թելադրվողի վիճակից պետք է փորձես դուրս գաս, որովհետև հիմա շատ կոնկրետ Ադրբեջանի պահանջները այնքան հստակ են եւ համարակալված, որ եթե դու այդ քայլեր անես, նոր իրենք կգնան խաղաղության։ Օրինակ, ավասիկ բանը հռչակագրի հարցը շատ կոնկրետ է։ Հռչակագիրը կհանես հարակվեով ընդդեմ քո ժողովրդով, այսինքն քեզ այնքան է նվաստացնելու, սահմանադրությունից հռչակագիրը հանում ես, ես քո հետ ստորագրում, բայց ես երաշխավորում եմ, որ այդպեսի բան չկա, որտեղ այնտեղ 300,000 փախստականների հարց կա, այնտեղ անկլավների հարց կա, այդ հարցերը բոլորը պետք է անես, ինքը կամ կստորագրի, կամ չի ստորագրի։ Մեր ասածը հետեւյալն է. նախ մի քիչ համակարգային ասեմ, եթե դու ուզում ես Ադրբեջանի հետ մի քիչ ուժեղ դիրքերից խոսած, պետք է ունենաս գարանտներ, մենք ունենք այդ գարանտները, Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստանն են։ 3 գերտերություններ, եթե այս հարցը վերցնեն իրանց վրա, այդ դեպքում համաձայնագիր եւ խաղաղությունը երաշխավորված է լինում։ Հայաստանը հիմարաբար զրկեց Իրան այդ Մինսկի խմբի երանախագահների գոյությունից, որը բալանսավորված էր։ Իմ ասած արևելքը կա Ռուսաստան, արևմուտքը
Միացյալ Նահանգներ եւ պրոհայկական Ֆրանսիան, հասկանում եք, շատ լավ ֆորմատ էր։ Այդ ֆորմատը պետք է պահվեր Ղարաբաղի հարցի եւ Ադրբեջանի հետ խաղաղությունը, այս դեպքում երաշխավորված կլիներ եւ քո ինքնիշխանությունը պահպանված։ Մեր մոտեցումը հետեւյալն է. գնալ խաղաղության գործընթացի, դա անհրաժեշտ է, բայց երբեք ոչ քո ինքնիշխանության հաշվին։ Այսինքն նա չպետք է քեզ թելադրի Արարատը հանել, նա չպետք է թելադրի եկեղեցին ոչինչի հասնել, նա չպետք է թելադրի ցեղասպանությունը մոռան։ Եղբայր, արի նստենք, ստորագրենք, ցանկացած բան հնարավոր է, բայց դու ինձ մի թելադրի իմ ներքին խնդիրների համար։ Ինչպես է հնարավոր է ձեզ լուծել Արցվաշենի, Տիգրանաշենի եւ այդ հարցը շատ կարեւոր է։ Հիմա տեսեք, առաջին պատերազմի եւ ընդհանրապես շարժման դրական մեծ առումով ռեգիոնալ դրական արդյունքներից մեկը նա էր, որ կռվախնձոր տարածքները փոխանակվեցին։ Միշտ սովետական միությունում այնպես են բաները սարքել, քարտեզները գծել, որ կռվախնձոր լինի, այսինքն մենք ունեինք տարածք Ադրբեջանում, միշտ ռիսկով էինք գնում, ես բան գնում էի Արցվաշեն գնում էի վախեցած, որտեղ 12 կիլոմետր պիտի գնաս, այնտեղ կարող է հետ չգաս, փագացնի, քարով խփեն մեքենա։ Նույնը ունեին ադրբեջանցիները Հայաստանում, մի քանի հատ անկլավներ։ Անկլավների այսպես ասած փոխանակումը մեր տարածքինը մնաց մեզ, Ադրբեջանի տարածքինը մնաց ցավալի է եւ մեզ համար եւ ադրբեջանցիներով, բայց ինչ խնդիր լուծեց։ Կոնֆլիկտածին այդ բաները, օբյեկտները վերացվեցին, այսինքն հիմա ադրբեջանցիք քարքի վրա ակնկալիք չունեն, բայց եթե դու փոխանակում ես նորից, իրենք գալիս են քարքի ճանապարհ են ունեն, մենք էլ գնում ենք, ասենք թե, որը չի լինելու, Արցվաշեն եւ ճանապարհիկում, կոնֆլիկտներ հրահրելու միջավայրը մնում է, այսինքն սա ոչ թե տանում է խաղաղության, այլ խաղաղությունից հետ է բերում, ռիսկեր է բերում, որ մենք կարող ենք էլի բախվել, էլի գնացքի վրա, մեքենայի վրա քար գցել։ Երկրորդ բանը, որ Հայաստանի իշխանությունները համաձայնում են, որ շատ տարօրինակ է, 5-րդ դասարանցում 5 րոպե բացատրեմ, կհասկանա, որ Մեղրի ճանապարհը, Իրան գնացող ճանապարհը տալ վերահսկողություն ադրբեջանցիներին, դա պայթունավտանգ է, եւ մյուսը Վրաստան գնացող մայրուղին մենք տալիս ենք ադրբեջանական վերահսկողության։ Սա նշանակում է, որ ցանկացած բայի ադրբեջանցիները երբ ուզեն կամ եթե չուզեն մի հատ գյուղացի կարող է այդ ճանապարհի վրա քար գցել, նռնակ գցել եւ կոնֆլիկտ առաջանալ։ Այսինքն այս խաղաղությունը, որի մասին այսօրվա իշխանությունները ասում են, կոնֆլիկտածին է։ Մեր ասած տարբերակը այդ կոնֆլիկտները պետք է իրաց հեռացնել, նոր խաղաղություն ունենալ։ Օրինակ, այն 20 հոգուն ինչեւ չբերես Բաքվի բանդերից խաղաղության մասին իրավունք չունես խոսելու։ Էլեմենտար փոքր բան է։ Միջազգային կառույցներին ասում ես Արմինե, եթե ուզում եք Հայաստան նստի ստորագրի, այն 20 հոգու, որը փոքր հարց է, բերեք Հայաստան խաղաղության պայմանների ստորագրենք։ 240 կիլոմետրը մեր սահմանից տված է։ Մեր տարածքը եթե տված է, դու խաղաղության պայմանագիր ո՞նց ես ստորագրում։ Ասում են սահմանազատման գործընթացում շատ լավ, թող պայմանագիր ստորագրեն, որ սահմանազատման ընթացքում 240 կիլոմետր տրվում է Հայաստանին, այս կետ անցնելուց հետո, որից հետո ստորագրում է պայմանագիր, լուծում է։ Բայց Հայաստանի տարածքային ամբողջականությունը համաձայն է, որ դա մեր սահմանադրությամբ ամրագրում, պետք է վերականգնվի, նոր խաղաղություն ստորագրվի։ Կարա մեկ ժամա տարբերությամբ լինի։ Վերջին հարցը ես ձեզ ուղղեմ, դուք հիշեցիք անկախության հռչակագիրը եւ սահմանադրության փոփոխությունները, որը Ադրբեջանը պահանջ է ներկայացնում։ Իշխան Սաղաթելյանը մեր ստուդիայում շաբաթներ առաջ հայտարարեց, որ հենց մենք ենք, ասես լավ ենք արել, որ մենք պարտադրել ենք առաջին նախագահին կամ ձեր իշխանությանը, որպեսզի սահմանադրության մեջ նման հղում լինի դեպի անկախության հռչակագիրը եւ ճիշտ ենք արել։ Այսինքն այդ անկախության հռչակագրի հղումը Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ցանկացել, ես էլ եմ աղոթ հիշում դա եւ դա դաշնակցականների ճշմամբ տեղ ունեցավ։ Հիմա դուք ասում եք պետք չի այդ հղումը հանել։ Մանիպուլյացիա է, մի քիչ շատ է, դաշնակները այնքան ուժ ու քանակ հնարավորություն չունեն։ Ռուսաստանի ազդեցություն։ Ում Ռուսների։ Լավ էլի, այսինչ հեքիաթները։ Մենք այն ժամանակ միատարի իշխանություն էինք, բան չկար, հնարավոր ազդեցություն բան չկար, մեկ էլ մարդ է գտե, որ դրսից ազդվում էր, այդ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հա, մի քիչ հեքիաթի ժանրից է։ Լևոն Տեր-Պետրոսյանն մենք չէինք կարողանում ազդել, ուրիշը ոնց կարող են։ Չէ, իրականությունը հետեւյալն է, Արմեն։ Նախ հռչակագիրը լրիվ փոխհամաձայնությունների արդյունք է, այդտեղ բոլորի կարծիքները հաշվի առնվել է։ Ճնշում մոռացեք այդ բառը։
Բայց դա փաստ է, որ դուք իսկապես չեք ուզեցել։ Խոսում եմ հռչակագրի մասին։ Մտածել եք, որ դա իսկապես կարող է պայթյուն լինի Հայաստանի ինչու՞ չէ պետականության։ Ես հիմա ձեզ բացատրում եմ որպես վկա մանրամասները եւ իրականությունը։ Տեր-Պետրոսյանը եզեւի քաղաքականություն իրականացրեց, ասեց բոլորը թող խոսեն, ով ինչ ուզում է խոսել, եւ այդ քննարկումները գնացել է 2-3 օր ժամերով։ Ընդ որում երբեմն հիմարություն էին ասում, ծայրահեղություն էին, մեթոդը հետեւյալն էր, ով ինչքան ուզում է թող ասի, բայց պայմանավորում ենք, ասացից հետո քվեարկում ենք։ Անցնում է, չի անցնում, խաղի կանոնը հետեւյալն է։ Կարևորը նպատակը նա էր, որ բոլորը ինչքան ուզեցին, ինչ ասեցին եւ գնաց քվեարկություններ։ Այդ քվեարկությունների արդյունքում եղել են բաներ, որ ես կամ Տեր-Պետրոսյանը չէին ուզի, որ այդպես լիներ։ Բայց քանի որ այս փաստաթղթի պատմական միսիան նա էր, որ ֆուլ համաձայնությամբ իրականանա փաստաթուղթը եւ 191 կողմ քվեարկվեց 0 դեմ, մենք ստացանք պատմական համաձայնության փաստաթուղթ։ Տեր-Պետրոսյանը ուզում էր, որ անձամբ ուզում էր, որ այդ հղումը Նորից եմ ասում, ուշադիր լսեք։ Մենք կուզեինք, որ այլ ձևակերպումներ լիներ, բայց մենք գնացինք այն համաձայնության, որ փաստաթուղթը ոչ մի դեմ չպետք է լինի։ Օրինակ, մի օրինակ ասեմ, էլի, ցեղասպանության հետ կապված 10 մոտեցումներ կար, շատեր առաջարկում են, ասենք Շահին Տեր-Պետրոսյանը առաջարկում է առանձին օրենք ցեղասպանության մասին։ Դաշնակները ավելի այսպես մնացած ուժեր առաջարկում են, որ Թուրքիայի ավելի շատ արձանագրվի Թուրքիայի մեղսագործությունը, դրա վերականգնելը եւ այլ։ Մի մասը մտածում էր, որ ընդհանրապես ցեղասպանության մասը մեղմին եւ ընտրվեց միջանկյալ տարբերակը։ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում ցեղասպանության սատարման գործընթացին։ Միջանկյալ տարբերակ եղավ, որը բավարարեց բոլոր կողմերին։ Այստեղ որևէ մեկը չի հաղթել։ Խնդրում եմ սա ընդունեք որպես իմ։ Դա տեղել է փողզիջումային փաստաթուղթ, պատմությանը տվել ենք փողզիջումային փաստաթուղթ, որ հետո իշխանը կամ ես չբողոքենք, որ դաշնակները սխալ բան արին, մենք սխալ ճիշտ արեցինք։ Փող կոմպրոմիսային, փող համադարձության տարբերակ պատմական փաստաթուղթ եւ այստեղ որևէ մեկ թող գլուխ չգովի, մեղած չգա, դա փաստաթուղթ է, որով ծնվեց մեր երկիրը, զիջումների, փողզիջումների արդյունքում։ Տեր-Պետրոսյանը ոչ մեկը ոչ ստիպել է, ոչ կարող էր ստիպել, եւ մենք ունեցել ենք պատմական փաստաթուղթ։ Կարևորը սա է։ Եվ այդ փաստաթուղթը հռչակաբան համնadrություն մտել է նույն պայմաններով, բազմակուսակցական 25 հոգյանոց հանձնաժողովի 5 տարի քննարկումների արդյունքում։ Այդ 5 տարվա քննարկումների արդյունքում էլի կոմպրոմիսը այդտեղի ունեցել, որը կարող էր ոչ մեկի ուզածից չլինել, բայց մտել է այդպես էլի կոմպրոմիսով։ Որևէ մեկը շանտաժ չի արել, Արմինե ջան, հասկացեք սա։ Որևէ մեկը չի վախացել, որևէ մեկը չի ստիպել, որևէ մեկը չի ծեծել։ Դա համազգային ստեղծված փաստաթուղթ է եւ հռչակագիրը համնadrության մեջ։ Տեսեք, ես չեմ ասում, դա ՀՇ-ի հաղթանակներ, մենք կոմպրոմիսներով փոխադարձ համաձայնությամբ մեծ նպատակ արժևում ունենալու ստեղծել ենք այդ երկու պատմական փաստաթղթերը, որի պահպանության կարիքը մենք ունենք եւ ես հիմա հայտարարում եմ, եթե մենք հանկարծ իշխանություններին ընտրում ենք, ապա մենք կորցնելու ենք մեր հռչակագիրը համնadrությունից։ Ուստի խնդրում եմ բոլոր իմ համախոհներին, ինձ լսողներին փորձենք այս անգամ իշխանապողություն անել խաղաղ ընտրություններով, որպեսզի չզարմանաք, որ պահպանվի մեր անկախության հռչակագիրը համնadrությունը, մեր անկախությունը, մեր սուվերենությունը։ Ինձ համար դա գերակա արժեք է։ Իմ ամբողջ կյանքը նվիրված է այդ անկախության գաղափարներին, դրանց պահպանմանը, դրանց տարածմանը։ Խնդրում եմ աջակցեք, եկեք ինձ քվեարկեք, իմ ուժին քվեարկեք, մենք 10 համարն ենք եւ կլինեմ շնորհակալ։ Եվ երկիրը շնորհակալ կլինի, որ դուք կողմ եք կանգնում մեր պետականությանը։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, 10 համարն եք դուք։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ Ամեկ+-ի տաղավարում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը։